Բարև բոլորին, ժողովուրդ ջան, ձեզ հետ է Պրոֆ Գորը, այսօր խոսալու ենք բիզնեսի մասին։ Եթե ուզում եք արծաթյա զարդերի խանութ բացեք, ինչ ծախսերի հետ եք առնչվելու ու ինչքան դժվար է ընդհանրապես արծաթի խանութ ունենալը։ Այստեղ իմ մոտ գրել եմ, որ չխառնեմ, էլի, հիմա կարդանք բիզնեսի սկսելու իրական ծախսերը սկզբում։ Ուրեմն, ժողովուրդ, դե ածն չեմ ասում, ածն դուք կարող եք նայել ինտերնետում, թե ինչ ծախսեր եք ունենալու ածն բացելուց, արծաթյա զարդեր, ոսկի վաճառելու, ընդհանրապես թանկարժեք մետաղներ վաճառելու համար դուք պետք է հանեք լիցենզիա։ Առաջինը հենց դրանից եք սկսում, այդ լիցենզիան տարին մեկ եք մուծում ու կապ չունի, օրինակ դուք օգոստոսին եք բացվել, թե չէ։ Եթե օգոստոսին մուծեցիք, տենց տարին չի ֆռում, այսինքն եկավ դեկտեմբերը անցավ, всё, էլի պետքա մուծեք։ Դա մուծել է 50,000 դրամ լիցենզիայի գումարը, որ դուք իրավունք ունենաք արծաթ կամ ոսկի կամ այլ թանկարժեք մետաղ վաճառելու համար։ Առաջի մուծումը դա, երկրորդը, որ ածն բացում եք ամեն ամիս 10,000 դրամ պետքա մուծեք։ Ածն, որ բացում եք, էդի ուզում եք վաճառք ունենաք, վաճառք չունենաք, կապ չունի, 10,000 դրամ ամենը ամիս մուծելու եք։ Զինվորի փողը դե տարին մեկ եք մուծում, 18,000 դրամը։ Այնտեղ արդեն եթե վարձով է տարածքը, ըստ արդեն վարձի 500,000, 300,000 տարբեր է, տարբեր տեղերում տարբեր է։ Ահա։ Հա, ապրանքը։ Մի 2 տարի առաջ կարայիք մոտ 2 միլիոն դրամով փոքր բուտկի համար, էլի, փոքր բուտկի համար եմ ասում, 2 միլիոնը կհերիք էր ապրանք վերցնելու համար, հիմա դժվար թե։ Հիմա մի 4 միլիոն, 5 միլիոն ձեզ պետքա սկզբնական ապրանք, եթե դուք գնաք բիրիքով վերցնեք, ձեզ այդքան կհերիքի ինձ թվում է։ Մեբելը դե երևի մի 500-600,000 փոքր բուտկի համար, էլի նորից նշում եմ, այդքան էլի ձեզ, դուք արդեն ձեր հաշվարկը արեք, ժողովուրդ։ Հա, ապրանք ասեցի, վարձ ասեցի, այո, մեբելը ասեցի։ Հա, դե արդեն ընդեղ գալիս է հոսանքի ծախսերը, ՀԴՄ սարքի ծախսը 3500 դրամ ամեն ամիս։ Եթե ինտերնետ ունեք, կախված է թե որ փաթեթն եք վերցնում, ընդեղ էլ ինչ կար։ Այս կարդամ ասեմ։ Հա, դա արդեն գալիս է տեղ տարածել, այսինքն գովազդը։ Եթե օրինակ դուք չեք ուզում ինտերնետում երևաք, այսինքն TikTok բացեք, Instagram բացեք, վիդեոներ նկարեք, ձեր խանութի տեղը ցույց տաք, պետք է արդեն բլոգերների հետ աշխատեք։ Բլոգերների հետ աշխատելու մի քանի տարբերակներ կան, ժողովուրդ։ Օրինակ մեկը բարտերային տարբերակն է, որը օրինակ ես արել եմ։ Մի բլոգեր տենց մի հատ տենց թրենդ կար փոխանակում, որ օրինակ էժան ապրանքը փոխարինում են ավելի թանկ ապրանքի հետ, ես տենց բլոգերի տենց մի 50,000-ի կարգի զարդ տվեցի, որ ինքը գովազդ արեց, այնտեղ նշեց, որ ասեց, եթե օրինակ ես ինչ բանով բարով գաք ասեք, ես ինչ բար, ոչ ոմ, ես ինչ, եթե որ բլոգերի մոտից ենք եկել, դուք 10% զերծ կստանաք, բայց ասեմ, էդ էլ չի աշխատել, ընդհանրապես ոչ մեկ չի եկել, բայց այդ վիդեոն նայել ենք 10,000-ից ավել մարդ։ Հիմա չեմ հիշում կոնկրետ ինչքան, բայց շատ էին նայել, բայց ոչ մեկ այդ գովազդից մարդ չեկավ, այսինքն կարևոր է թե դուք որ բլոգերին եք դիմում, ինքը իր լսարանի հետ ոնց է աշխատում, ինչ վիդեոներ է նկարում, այդ էլ ոնց որ շատ հետևորդներ կամ շատ պրասմոտորներ ունենալը դեռ չի ապահովելու վաճառքներ։ Դրա համար մի հատ խորհուրդ տամ նաև, որ ես հենց բլոգերությամբ եմ զբաղվում, նաև այդ արդեն հասկանում եմ էլի մոտավոր, որ բլոգերներին կարելի է դիմել, այսինքն նայելով իրանց հետևորդների քանակին, հետևորդներին, դա շատ կարևոր է, որ շատերը չեն անում, որ չեն մտնում, օրինակ նայեն, տեսնեն իրանք ինչ հետևորդներ ունեն, որովհետև որ նայում եմ, օրինակ տենց շատ հայտնի աստղերին է, շատը տենց լծրած հետևորդներ է բանը, դա համար պետքա ուշադիր ընեք, ամեն դեպքում պետքա ուշադիր ընեք, նաև պրասմոտորներին, տեսնեք ինչքան լայք է հավաքել այդ վիդեոն,
շատ կարևոր է, ինչքան կոմենտ է հավաքել, ինչքան է ռեպոստ եղել, որովհետև եթե վիդեոն օրինակ հասել է 200,000 դիտում ու ունի, չգիտեմ, 50 լայք կամ 100 լայք, դա աբսուրդ է, չի կարա տենց բան լինի։ Դրան ամեն ինչին պետք է ուշադիր լինեք, պետք է կոմենտերին ուշադիր լինեք։ Հա, շատ տարբեր բաներ կան ու ամենակարևորը նաև ռեպոստներին ուշադիր լինեք։ Դրանով է էլի վիդեոն տարածում ընդհանրապես։ Բայց ավելի շատ խորհուրդ կտամ, որ դուք փորձեք գոնե սկզբից ձեր սոցցանցերում փորձեք դուք ներկայությունը ապահովեք, որ դուք փորձ հավաքեք, էլի հասկանաք ում կարելի է դիմել, ում կարելի է չդիմել։ Անսպասելի ծախսեր, վնաս, կորուստ, չվաճառված ապրանք, այո, չվաճառված ապրանքներն են շատ բիզնեսի համար խնդիր, որովհետև կա ասենց մի հատ բան, եթե դու մոդայիկ ինչ-որ բան ես վերցնում ու կարա էդի չվաճառվի ու դրա մոդան անցնի ու ոնց որ ապրանքը մնա քո վրա։ Էդ էլ շատ մեծ խնդիր է բիզնեսների համար, որովհետև եթե ապրանքը չի վաճառվում, դու չես կարողանում նոր ապրանք բերես, այսինքն չես կարողանում փոխանակես այդ ապրանքը։ Դա համար սկսում ես ավելի մատչելի վաճառել։ Էդ էլ շատ մեծ վնաս է տալիս բիզնեսին, ասեմ, դա լավ վնաս տալիս։ Եկեք հարկերի մասին խոսամ, ընդհանուր բանով, եթե նայում ենք, հարկերը մոտ 10% այն որ սկզբնական դուք մուծում եք, բայց այստեղ մի հատ բան կա, ժողովուրդ, ֆակտուրայով եք ապրանքները վերցնում։ Ֆակտուրան ինչ է, երբ որ գնում եք օրինակ բիրիքով ապրանք առնելու, դուք ասում եք ֆակտուրայով վճարեք, այսինքն իրանք ձեզ ֆակտուրա տան, որ այս ապրանքը որտեղից է, ասենց բացատրեմ, էլի, որտեղից ձեզ այս ապրանքը, դա ֆակտուրան է, որ վերցնում եք, որ իրանցից եք գնել, բայց այդ դեպքում հարկ է ավելանում, կոնկրետ այն մարդը, որ տալիս է, դա ձեր վրա են ավելի շատ տենց գինը ավել եք տալու։ Օրինակ, եթե, չգիտեմ, բիրիքով վերցեցիք 1000 դրամով, տենց մի 7-10% իրանք ավելացնում են, կարող է տակ 1200 կամ 1300 սենց, այսինքն գինը ավելանում է դրա վրա, էդ էլ իմացեք, որ շատ մարդիկ կարող է չիմանան ֆակտուրայի մասին, պետք է միշտ ֆակտուրայով ապրանքները վերցնեք, որ ֆակտուրայով եք ապրանքները վերցնում, հիշում եք, ասեցի 10%, այդ 10%-ը իջնում է, այսինքն դուք ինչքան ֆակտուրայով ապրանք վերցեցիք, ինչքան տենց վաճառեցիք, չեք խփեցիք, բան արեցիք, դրանից գումարը իջնում է, ինչքան դուք պետք է հարկ վճարեք, բայց արդեն ոնց որ դառնում է դուք սկզբից եք վճարում, այսինքն այդ 7 տարբեր տեղեր տարբեր են, էլի տոկոսները տարբեր են բարձրացնում ժողովուրդ, կախված է ապրանքից, էլի դա ինչքան է գինը իրա եւ այլն, կապ չունի, այն հարկը որ օրինակ պետք է իրանք մուծեն, դուք եք մուծում, ասած ասած սկզբից ապրանքը վերցնելուց եք տալիս, իսկ այդ 10%-ը ինչքան շատ ֆակտուրա առնեք, ինչքան շատ ֆակտուրայով առնեք, ինչքան ցույց տաք այդ ֆակտուրաները, դա հաշվապահի է, էլի արդեն հարկը կարող է իջնի մինչև 1%, էդ էլ ասեցինք, այդտեղ, հա, անսպասելի ծախսերը, անսպասելի, որ կարող է օրինակ այս ամիս, ապրիլ ամիսը մի քիչ շատ վատ էր, շատ քիչ վաճառքներ ունեցանք ու էդ էլ է էլի անսպասելի, որ սենց պահիտակ մոտ 2 շաբաթ, որ ոչ մի բան չի վաճառվել։ Սենց դեպքերում դուք պետքա կողքի հավաքած գումար ունենաք։ Ես նենց մարդ եմ, որ միշտ սիրում եմ բիզնեսի մեջ փողը դնել, բայց նաև կողքի գումար պետք է անպայման ունենաք, որովհետև այսպիսի անսպասելի բաներ միշտ լինում են, նաև անսպասելի ծախս է համարվում, օրինակ, չգիտեմ, ինչ-որ մի բան պոկվում է, օրինակ ստեղ լույսերը փչան է, տենց լամպուշկեքը փոխելու հարցեր կան, տեղ այսպիսի բաները իրանք շատ մանրուքներ են, բայց իրանք ծախս են իրանցից ենթադրում, դուք այդ ամեն ինչը պետք է կարողանաք հաշվարկել։ Հա, ու մի բան էլ ասեմ, միջև մյուս թեմային անցնելը, այդ որ չի վաճառվում ապրանքը, այսինքն նոր վճարումների դեպքում, օրինակ ես ունեմ վարկ, եթե չի վաճառվում, այսինքն ապրանքի փողից եմ ես ինչ-որ տեղ նաև այդ վարկը փակում, այսինքն օրինակ 2-3 հատ ապրանք վաճառվեց,
Էդի ընդհանուր օգուտ չի դառնում, էլի միանգամից։ Այդ օգուտը գնում է վարկի, այդ օգուտը գնում է հոսանքի վարձ, ՀԴՄ սարքի այդ կողքի փող է դրվում, հատուկ ծախսերի համար նախատեսված, էլի։ Հա, ինչ ծախսերի համար չպետքա խնայեք, ու էսի արծաթի խանութների, որ գլխավոր մինուսներից մեկն է։ Սենց ասեմ։ Շատ հաճախորդներ են գալիս, որ մի արծաթի խանութից անուններ չեմ տա, գալիս են ասում են առանք, տարանք օգտագործեցինք, միանգամից փոկվեց։ Այսինքն էդ էլ եմ հասկանում, որ կարա հաճախորդը խափի, ասի, գիտեք, ոնց որ, չգիտեմ, ասես քաշեն, ինչ անեն, փոկեն, բայց շատ դեպքերում էլ լինում է, որ մի քիչ որակի հետ կապված խնդիր է լինում, ու որ տարել են ոնց որ ասեն, գիտեք, ինչ, ոնց որ փոկվավ, միշտ հետ չեն ընդունում, այսինքն Всё, դե իհարկե, դա օրենքով էլ է, եթե դուք չեք են տալիս, չեկը խփում են տալիս են, 14 օրվա ընթացքում եթե ապրանքը չեք վնասել, կարող եք հետ տանել հանձնել։ Էդի կա։ Ճիշտ է, որոշ տեղերում չի պահվում դա, բայց ամեն դեպքում հիմա եթե ապրանքը վնասված է, ես օրինակ ուզեի, որ տենց բան ունենային, որ սարքելու տային, հաճախորդին օգնեին, շատ դեպքերում չեն օգնում։ Այսինքն ասում են, չէ, ապրանքը վնասել է, всё, մեր հետ կապ չունենք։ Օրինակ իմ մոտ օրինակ այդ սարքելը կա, մենք արծաթագործ ունենք, այդ եթե սարքելու գործեր ա լինում, կարող եք նաև բերել իմ խանութ ժողովուրդ, բայց լոմ չբերեք, լոմ չեմ վերցնում։ Հա, մենակ սարքելու հետ կապված, արծաթ, ոսկի, տարբեր բաներ ժողովուրդ։ Հա, օրինակ իմ մոտ եթե լինում է, որ զարդը տանում են ու պոկվում է, շուտ է պոկվում, բերում են հետ են տալիս, ես իրանցից գումար չեմ ուզում, հենց այդ պահին ուղղակի տալիս եմ արծաթագործին, ինքը տանում սարքում է, եթե այդ զարդը նորից ուզում են, տալիս եմ իրանց, եթե չէ, նույն գումարի ուրիշ բան են վերցնում։ Հա։ Ու մի բան էլ ասեմ ժողովուրդ, իմ անձնական փորձից, օրինակ մենք սկսել էինք բիզնեսը, ժամացույցներ, պայուսակներ ու արծաթյա զարդեր։ Ու ժամանակի ընթացքում, որ քիչ էր վաճառվում պայուսակները հանել էինք։ Հետո քիչ էր վաճառվում օրինակ ժամացույցները հանել էինք։ Ու ես մտածում եմ, որ դա մեր սխալն էր, որովհետև մինչև հիմա մարդիկ կան, որ գալիս են ասում են, այս ինչ մարդը մեզ ասեց, որ ձեր մոտ ժամացույցներ է վաճառվում։ Այն ինչ մարդը եկավ ասեց, որ պայուսակներ է ձեր մոտ վաճառվում, բայց շուտվանից հանել ենք։ Այսինքն պետք է ավելի շատ ոչ թե փորձեք ապրանք, ոնց որ այս ինչ բանը չծախվեց, всё, հանեցինք, չէ։ Ավելի շատ պետք է տեսականին մեծացնեք։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե մի տեսակի ապրանք է ծախում, դա մի քիչ շատ դժվար է բիզնեսի համար ընդհանրապես, էլի։ Այդ սխալ բան է ինձ թվում է, այդ սխալը մենք արեցինք ու դուք էլ մի արեք, փորձեք շատ ապրանք վաճառեք, տեսականի շատ լինի, դա շատ կարևոր է։ Ու մի բան էլ ասեմ, շատ հետաքրքիր բան կա, որ մեր արծաթ առնողները մեծամասամբ մեծերն են։ Այն 40 տարեկանից բարձրները շատ էլի կան, չէ, 40 տարեկանից ներքևներն կան, որ արծաթ են առնում, բայց մեծամասամբ տենց ջահելությունը առնում է բիժուներ, 15,000, 20,000 տալիս են բիժուներին, որը որ 15-20 հազարով կարելի է մի հատ կոմպլեկտ առնել արծաթի, էլի։ Ու արծաթն էլ որ ինքը թանկարժեք մետաղ է համարվում, դու կարաս հետագայում իրան վաճառես։ Ես այդ պահով զարմանում եմ, էլի մեկ-մեկ, որ ավելի շատ բիժուներ են առնում, քան թե արծաթ։ Դա մի քիչ չգիտեմ ինչից է, երևի մեծերը, որ այդ ամեն ինչը հասկանում են, որ արծաթ առնելով նաև ինչ-որ տեղ տենց կապիտալ են իրանք ունենում, բան։ Ջահելները երևի չգիտեմ, չեն հասկանում այդ ամեն ինչը։ Այդ առումով դա էլ իմացեք, որ շատ դեպքերում օրինակ երիտասարդները ավելի շատ սիրում են բիժուներ, որ եթե ուզում եք արծաթի գործ, օրինակ երիտասարդների վրա եք ֆիքսվելու, ավելի շատ բիժուներ առեք, բիժու վաճառեք ավելի շուտ, որովհետև օրինակ տենց սպասարկողների, որոնք որ աշխատել են արծաթի խանութներում, իրանց հետ որ խոսում եմ, ասում են իրանց խանութում եղել է արծաթ եւ բիժու, բայց երիտասարդները մեծամասամբ բիժու են առել, իրանք էլ են էլի, այդպես տարբեր մարդկանց խոսակցություններից եմ ես ամեն ինչ ասում։ Ահա, շարունակենք։
Հա, էսի շատ լավն է, ես այս մի բանի հետ համաձայն եմ։ Բիզնեսը չի փակում շուկան, փակում են սխալ որոշումները։ Այսի շատ կարևոր է, ժողովուրդ։ Օրինակ, հենց այն որ ասեցի, որ սխալ որոշումներ կայացրեցինք, օրինակ պայուսակները հանելը, ժամացույցները հանելը, դա սխալ որոշումներ, այսինքն այդ ամեն տենց փոքրիկ սխալ որոշումները բիզնեսը տանում են դեպի փակման։ Դուք պետք է փորձեք ավելի շատ այդ փոքրիկ սխալ որոշումների վրա շատ կենտրոնանաք։ Դա շատ կարևոր է, էլի ընդհանրապես։ Էլ ինչ կարամ ասեմ այդ առումով, որ հիմա մտքիցս թռավ, մի քանի բաներ էի ուզում այս թեմայի վրա ասեի, մոռացա, տեսեք։ Հա, օրինակ հենց այդ հաճախորդներին սպասարկելը ամենակարևոր բաներից մեկն է, որ ես նկատել եմ, որովհետև շատ մարդիկ, որ մտնում են խանութ, տեսականին ցուցադրում եմ, սենց ասած, հանում եմ, վերև եմ դնում, օրինակ, թևնոցները ներքևում է, բարձրացնում եմ վերև, ու շատերից ասում եմ, չէ, մի տանջվեք, չէ, մի արեք, չէ, սենց։ Հետո որ արդեն փորձում եմ, խոսում ենք իրար հետ բան, ասում եմ, կողքի արծաթի խանութներ, որ գնում ենք, ասում են, օրինակ գին մի հարցրեք, եթե գինը հիմա հարցրեցիք, բայց չարեք մյուս անգամ եկաք, էլ գին չենք ասելու։ Այդ սպասարկմանը շատ մեծ ուշադրություն դարձրեք, ժողովուրդ։ Օրինակ մի քիչ ինձանից են կողմ մի հատ արծաթի խանութ փակվել է հենց վատ սպասարկման պատճառով։ Հա, դա շատ կարևոր է, էլի, այդ սպասարկումը, որովհետև չգիտեմ, խի են տենց անում, բայց դա անում են, բայց իմ մոտ տենց չի, ասեմ, իմ խանութը գտնվում է Բագրատունյաց 22 դրոպուտ հասյուն։ Չնայած շատ մարդիկ սենց չեն հասկանում, այն երրորդ մասից որ գնում եք դեպի առաջի մաս, Յունի բանկի հայ փոստի կողմն է, տենց մի 50 մետր, 80 մետր որ գալիս եք, չհասած այդ առաջի սվետաֆորը այդ կողմերում է գտնվում խանութը, ժողովուրդ։ Արծաթի խանութը, մենակ արծաթ եմ դեռևս վաճառում, որովհետև մտածել եմ բիժուները կարելի է բերել, տենց կողքից դնեմ, ուղղակի որ երիտասարդներն եկան իհարկե։ Հա, ու շատ տեսականի ընդհանրապես մեծացնում եմ։ Հա, ժողովուրդ, երևի այսօր այսքանն էի նախատեսել այս վիդեոյի համար, շարունակվելու է ասենց վիդեոները, դեռ շատ եմ նկարելու, ընդհանրապես ինչ ծախսեր ենք ունենում, ամեն ինչը ինձ թվում է այն առաջի վիդեոյի համար այսքանը հերիք է, բաժանորդագրվեք ալիքին, այս վիդեոյի տակ եմ որ 20 լայք պարտադիր, կոմենտներում հարցեր գրեք, այդ հարցերը գրելը շատ կարևոր է, որ ես հարցերին էլ կարողանամ պատասխանեմ, էլի, կոնկրետ հասկանամ ձեզ ինչ է հետաքրքրում, որ կոնկրետ հարցերի պատասխանեմ, ժողովուրդ։ Բաժանորդագրվեք ալիքին, լայքերը դրեք, կոմենտներում ակտիվ եղեք, այսօր այսքանը, կհանդիպենք մյուս վիդեոներում, չեմ ասում, տեսություն, էլի։